Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են. հունվարի 5-ի երեկոյան 5-ի, լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Եղանակի կանխատեսումը հունվարի 5-ից 10 ընկած ժամանակահատվածում։ Երևանում հունվարի 5-ի ցերեկը հունվարի 6-ից 9-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, հունվարի 10-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը 6-ից 8-ի, 9-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, հունվարի 9-ի ուշ երեկոյան 10-ին առանձին շրջաներում սպասվում է ձյուն, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հունվարի 6-ից 10-ի գիշերը կբարձրանա 16-ից 20, հունվարի 6-ից 9-ի ցերեկը 3-ից 5 աստիճանով։ Ձյան ծածկի բարձրությունը կազմում է Շիրակում 20-ից 50 սմ, Գեղարքունիքում 6-ից 17, Սեմյոնովկայում նույնիսկ 62 սմ, Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 153 սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում 40-ից 70, Կոտայքի լեռնային շրջաններում 52-ից 78, Կոտայքի նախալեռներում 30, Լոռիում 6-ից 20, Տավուշում 9, Վայոց ձորի լեռնային շրջաներում 78, Վայոց ձորի նախալեռնային շրջաներում 14, Սյունիքի հովտային շրջաններում մինչև 4 սմ, Սյունիքի նախալեռնային շրջաներում 10-ից 18 սմ, Արմավիրում 4, Արարատում 1-ից 6, իսկ Երևանում 16-ից 24։ Նախնական տվյալներով դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը Երևանում մերկասառույցի հետևանքով 16 հոգի սայթաքել է, որից 14-ը հոսպիտալացվել են։ Այս մասին Նյուսեյեմին հայտնել է շտաբ բուժօգնություն ՓԱԿ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Գրանցվել է 2 սննդային թունավորման դեպք, 14 ալկոհոլի չարաշահման դեպք, որից 5-ը հոսպիտալացվել են։ Ճանապարհային դեպարտամենտից էլ տեղեկացնում են, որ հունվարի 5-ին ժամը 9-ի դրությամբ Նորավան, Լծեն, Տաթև, Թթուջուր, Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կրծորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար բաց են։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոտցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Հարգելի վարորդներ, հորդորում ենք ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ինչ անել մերկասառույցի և ձյան ժամանակ վարորդների համար կարևոր կանոններ՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով, լեռնային հատվածներում շղթաներով, նվազեցնել արագությունը նույնիսկ 30-ից 40 կմ/ժ կարող է վտանգավոր լինել, պահպանել երկար հեռավորություն առաջ շարժվող մեքենայից, չկատարել կտրուկ արգելակում, արգելակել սահուն, հնարավորության դեպքում շարժիչով, խուսափել հանկարծակի շրջադարձերից և շրջանցումներից, միշտ միացված պահել լույսերը, վատ տեսանելիության դեպքում մառախուղայիները, ուժեղ քամու, բքի դեպքում խուսափել լեռնային և բաց տարածքներով երթևեկությունից։ Հետիոտների համար շատ կարևոր է հագնել չսահող կոշիկներ, ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներում, չշտապել հատկապես կանգառների և խաչմերուկների մոտ։ Եղեք պատրաստված հատկապես արտակարգ իրավիճակներում, մեքենայում ունեցեք տաքաքուստ, վերմակ, լապտեր, ջուր և սնունդ, առաջին բուժօգնության տուփ։ Եթե մեքենան սահում է, խուճապի մի մատնվեք, բաց թողեք լարվածությունը և ղեկը դանդաղ ուղղեք սահքի ուղղությամբ։ Հիշեք, մերկասառույցն ամենավտանգավոր ճանապարհային երևույթներից է, ձեր զգոնությունը կարող է կյանքեր փրկել։ Անվտանգ երթևեկություն բոլորին։ Ցավոք, մերկասառույցի պատճառով ավտովթարների թիվը զգալիորեն աճել է։ Սա լուրջ ահազանգ է բոլոր ճանապարհային երթևեկության մասնակիցների համար։ Ինչու են վթարները շատացել։ Ճանապարհի սահուն մակերեսը հաճախ չի նկատվում։ Վարորդները պահպանում են ամառային արագություն, ոչ բոլոր մեքենաներն են զինված ձմեռային անվադողերով, կտրուկ արգելակումներ և հանկարծակի մանևրներ։ Ինչ պետք է հիշի յուրաքանչյուր վարորդ։ Մերկասառույցի վրա արգելակման ճանապարհը կարող է աճել 3-ից
5 անգամ, նույնիսկ փորձառու վարորդը կարող է կորցնել կառավարումը։ Քաղաքում մերկասառույցը ոչ պակաս վտանգավոր է, քան լեռնային ճանապարհներին։ Հորդորդ նվազեցրեք արագությունը մինչև անվտանգ մակարդակ, պահպանեք կրկնակի հեռավորություն, մի անտեսեք ճանապարհային ծառայությունների և արտակարգ իրավիճակների նախարարության զգուշացումները, անհրաժեշտության դեպքում հրաժարվեք երթևեկությունից, յուրաքանչյուր անփույթ վայրկյան կարող է դառնալ ճակատագրական։ Եկեք միասին նվազեցնենք վթարների թիվը՝ վարելով պատասխանատու։